Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ Գլենդելից։ Այսօր հոկտեմբերի 20-ն է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներպետական, ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Իհարկե աշխարհում դուրս իրադարձություններ են կատարվում, Հայաստանի օրակարգը ողողված է Գյումրու քաղաքապետի ձերբակալության թեմայով, չեմ ուզում դրա մեջ շատ խորանամ, որտեղ մասերի են բաժանվել, մի մասն ասում է իշխանությունը բռնաճնշումներ էր խոստանում տեսակ, որ արեց, մի մասն ասում է տեսակ, որ կաշառակեր են, գնացին ուժերը կոալիցիա կազմեցին, սատարեցին, արդյունքում որ լուծումը ելնի, որ մենք հասնենք հայ ժողովուրդը կամ գյումրեցին հաղթեց։ Չկա այդպիսի լուծում այս երկուսի կոնֆլիկտի միջև։ Այս երկուսի կոնֆլիկտի միջև ով էլ հաղթի, հայ ժողովուրդը եւ գյումրեցին պարտվում է։ Որտեղ եթե Վարդան Ղուկասյանը մնում է քաղաքապետ, դա նորմալ է մեր երկրի համար։ Մի մարդ որ կանգնում գտնում է, որ Հայաստանը պետք է Ռուսաստանի կազմ մտնի, հա։ Ենթադրենք ինքը հաղթեց։ Դա հաղթանակ է մեզ համար։ Կամ ենթադրենք Նիկոլ Փաշինյանը հաղթեց ու ասեց, կամ պետք է բանտում լինի ցանկացած ընդդիմադիր համայնքապետ կամ պետք է սպանեն, ուրիշ ձև չկա, երրորդ տարբերակ գոյություն չունի, չի կարող ոչ իշխանական համայնքապետ լինել։ Դա նորմալ է, որ հիմա ասենք Նիկոլ Փաշինյանը հաղթանակ տարավ, դա հաղթանակ է։ Դա նշանակում է մի հաղթանակ կա ժողովրդյան, որ ազատվենք այս երկուսից, որովհետև այս երկուսը խաղարկում են, փորձարկում են առաջիկա խորհրդարանական ընտրությունների մոդելը 100 անգամ ասել ենք, ունենք մենք փորձարկած տարբերակ, իշխանությունը Երևանում ձայն ստացավ, որը բավարար չէր, դրա համար ընդդիմադիր ձայներ ստացողը գնաց ժողովրդից վերցրեց ձայները քննադատեց իշխանությանը, հետո այդ ձայները միացրեց իշխանությանը։ Մի քիչ էլ պակաս ձայնել ճնշումներով վերցրեցին, որովհետև արդեն կոալիցիոն գործընկեր էին գտել։ Եվ ունեցանք այն, ինչ ունեցանք, ժողովուրդը լրիվ ուրիշ հարաբերակցությամբ ձայն տվեց եւ լրիվ ուրիշ բան ստացվեց։ Դրա հակառակն էլ եղավ Գյումրիում։ Արյան վրեժի թշնամիներն անգամ միացան իրան եւ իշխանությունը չկարողացավ հաղթի, իրանք հաղթեցին եւ ձևավորեցին, ասենք Գյումրու համայնքապետ ընտրեցին քաղաքապետ։ Ինչա դա նորմալ էր, դրա համար ասում ենք պետք է այս երկու տարբերակն էլ ուղակի մերժել, թե Երևանյան տարբերակը, որ իշխանությունը իր համար հաճո մի հատ ընդդիմություն անցկացնի վերջում միանան իրար, թե Գյումրու տարբերակը, որ բոլորով համախմբվեն եւ անցկացնեն իրանցից մեկին։ Արդյունքում պարտվելու է հայ ժողովուրդը։ Հիմա մենք նայենք ինչա կատարվում, որպեսզի մենք եզրակացություն անենք, թե ինչից պետք է կարողանանք խուսափել։ Իսկ հիմա նայենք աշխարհում ինչ է կատարվում։ Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը նշել է, որ Եվրամիությունը ողջունում է Թրամփի ջանքերը Ուկրաինայում խաղաղություն հաստատելու ուղղությամբ, բայց այս նպատակին հասնելու համար կարևոր է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանդիպի Վլադիմիր Պուտինի հետ։ Իդեպ Զելենսկին ասել է, որ ես պատրաստ եմ հանդիպել, այնպես որ երբ որ իրան կհրավերին, ինքը գնա կհանդիպի։ Իր կողմից այդ խնդիրը չկա։ Ամերիկան բազմաթիվ հնարավորություններ ունի Ռուսաստանին ճնշելու եւ նրան բանակցային սեղանի շուրջ նստեցնելու համար։ Եթե նրանք դա անեն, ապա իհարկե լավ կլինի, որ Ռուսաստանը վերջ տնի այս պատերազմին, հավելել է Կալասը։ Իսկ հիմա նայեք ինչա կատարվում։ Ի վերջո մարդիկ սպասում են, թե ինչ որոշում պետք է կայացնի Դոնալդ Թրամփը, դրանից կախված է, թե ինչ նոր աշխարհակարգ մենք կունենանք, որովհետև գործող աշխարհակարգը չի գործում, նորը չի ստեղծվել եւ սենց անցումային փուլը արդեն 4 տարի է շարունակվում է։ Ուր է գնում աշխարհը։ Ինչ խաղի կանոններ ենք ուզում մենք ունենանք։ Ի վերջո մենք փոքր պետություն ենք։ Մենք պետք է հասկանանք մեր անվտանգության երաշխիքը որտեղ է։ Ումից ենք ակնկալում։ Սեփական բանակը այո պետք է զինել, շատ մարտունակ բանակ ունենալ, առաջավոր տեխնիկա, տեխնոլոգիա, բայց ինչպես տեսնում եք, մեր բանակի ծախսերը նվազում են։ Եթե մի հատ ոտնձգություն եղավ, ում ենք դիմելու, եթե հանկարծ Դոնալդ Թրամփը ուժի դիրքերից աշխարհը փոխելու կողմնակից լինի։ Առավել ևս, որ մենք Դոնալդ Թրամփի գործընկերը չենք։ Եվ ճանապարհի հարցը բացարձակ մեծ գործընկերության հնարավորություն չի տալիս անվտանգային առումով։ Մենք Ամերիկայի համար Իսրայել չենք, որ ցանկացած գնով թիկունքին կանգնի, բայց
Դոնալդ Տրամպը այնքան է Իսրայելին օգնում, որ նաև վատություն անում, այնպես չի որ չգիտենք։ Այսինքն այս պարագայում մենք հիմա հասկանում ենք, եթե հանկարծ ագրեսորը խրախուսվեց, ոնց ենք մենք մտածում, որ տեղական նշանակության ագրեսորի պարագայում մենք պետք է ում դիմենք։ Տրամպին դիմենք, ասենք, այս ագրեսորին զսպի, երբ որ ասում է, այս ուժերների հետ եմ հարաբերվում, այսինքն թույլերը ինձ չեն հետաքրքրում։ Մարդը իր բանաձևն ասում է, դա մեզ չպետք է մտահոգի։ Հիմա հասկանանք, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկի։ Ես խոսել եմ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Հիմա ճիշտ ժամանակն է իրավիճակը մղելու պատերազմի ավարտին եւ ամենակարևորը լիարժեք օգտագործել բոլոր հնարավորությունները եւ ճիշտ ճնշում գործադրել Ռուսաստանի վրա։ Պատերազմը սկսողի վրա ճնշումը դրա ավարտի բանալին է։ Զելենսկին ասել է, որ նրանք համաձայնել են շուտով հանդիպել։ Մեկ անգամ եւս ուղղակի էլի ասեմ, որ Էմանուել Մակրոնը բավական լուրջ ներպետական հարցերում դիրքեր է թուլացել, դիրքեր է կորցրել, բայց այնուամենայնիվ իր ուժը բավարար է արտաքին քաղաքական հարցերում շատ լուրջ դերակատարություն ունենալ, շարունակել ունենալ, նույնիսկ եթե իրան մնացել է ընդամենը 2 տարի նախագահական իր լիազորությունը ժամկետի ավարտը։ Եվ շատ մեծ սպասելիքներ կա Մակրոնից, այնպես չի որ չենք տիրապետում, թե ինչա կատարում երկրի ներսում, ինչքան դժգոհություններ կա, բայց երկրի ներսի բնակիչը ընտրություն է կատարում ներսի խնդիրներով, երկրի դրսի բնակիչը ընտրություն չի կատարում, բայց իր վերաբերմունքն է արտահայտում Հայաստանի դիտանկյունից, Երևանի պրիզմայով նայելու դիտանկյունից, ինչպիսին է Մակրոնի նկատմամբ վերաբերմունքը։ Մենք շատ մեծ սպասելիք ունենք եւ երբեք չենք ուզենա, որ նրա դիրքերը թուլանա։ Առավելևս նա շատ ակտիվ է ուկրաինական հարցում, շատ ակտիվ է նաեւ Հայաստանի հարցում, ափսոս, որ մենք պահը բաց ենք թողնում եւ Եվրոպային կամած երկրորդ պլան ենք պահում։ Դոնալդ Տրամպը Վաշինգտոնում Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ նրան կոչ է արել ընդունել ռուսական պայմանները։ ԱՄՆ նախագահ Տրամպը Սպիտակ տանը լարված հանդիպման ժամանակ Վոլոդիմիր Զելենսկուն կոչ է արել ընդունել դադարեցման Ռուսաստանի պայմանները։ Ամերիկայի առաջնորդն իր զրուցակցին ասել է, որ անհրաժեշտ է նման գործարք կնքել, հակառակ դեպքում կբախվի կործանման, հավելելով, որ ինքը արդեն պարտվում է։ Այնպես չի, որ այս ինչ-որ լրատվամիջոցները տարածել են դա հաստատ այնպես է, որ նման խոսակցություն եղել է, բայց դա դեռ չի նշանակում, որ սա վերջնական է։ Իհարկե կանդրադառնանք նաև Տրամպի խոսքին, թե ինքը ինչ է ասել։ Բերեք հասկանանք մի բան, եթե Դոնալդ Տրամպը մտածի, որ ինքը պետք է ճնշում գործադրի Ուկրաինայի վրա, որպեսզի Ուկրաինան զիջումների գնա, բայց այդ դեպքում հարց, միջնորդական առաքելությունը ում է հետաքրքրում։ Եթե ամերիկյան պետությունը չի, որ ասի ընդամենը հարթակ եմ տրամադրել, 2 շիշել ջուր եմ դրել, եկեք նստեք զրուցեք։ Ամերիկան բանակցության հարթակ չի։ Ամերիկան միջնորդ է, որը որ ուժ ունի։ Ամերիկայի միջնորդությունը կշիռ ունի, ազդեցություն ունի։ Բայց այդ պարագայում հարց է ծագում։ Ինչի՞ պիտի Դոնալդ Տրամպը օկուպանտին արդարացնի, օգնի եւ ճնշում գործադրի նրա վրա, ում տարածքը գրավել են։ Դոնալդ Տրամպը կանգնեց ասեց, դե գիտեք ինչի պետք է մենք փող ծախսենք Ուկրաինայի վրա։ 100 միլիարդ նվեր տված փողի դիմաց 500 միլիարդի պայմանագիր կնքեց։ Դրանից բացի ասում, այսուհետև մենք մեր զենքը վաճառելու ենք Ուկրաինային։ Թող գնան առնեն ՆԱՏՕ-ի անդամ Եվրոպայի երկրները, առնեն տան Ուկրաինային։ Մենք չենք առնելու, այսինքն զենք է վաճառում։ Ինքը այդ պատերազմից ուղակի ձեռքերը շփում է, օգտվում է, որտեղ զենք է վաճառում։ Բայց այդ պարագայում ստացվում է, որ նույնիսկ եթե դու վաճառում ես, Ուկրաինան առնում է եվրոպական երկրների կողմից, մեկ էլ ասում ես չեմ վաճառում, գնա զիջի։ Այսինքն այն ժամանակ ասում են չէ Ամերիկայի հարկատուի փողերը տանք։ Չենք հավատում իհարկե, որ դա է պատճառը։ Ուղղակի Պուտինի նկատմամբ տենց, չգիտեմ, տենց ինքնամոռաց սերն է, որը որ բացատրությունը համենայն դեպս չունենք, էլի, թե այդ սերը որտեղից է բուսն է։ Չեմ ուզում խորանամ նրա մեջ, մեկն ասում է կապեր են ունեցել, մեկն ասում է, ասենք որոշակի գործարքներ դեռ են ժամանակ ունեցել են, հատուկ հավաքագրել են, որովհետև շատ վիրավորական է կարծել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը կարող է հավաքագրված լինի որևէ երկրի կողմից։ Ավելի լավ է ես դա տիրաժավորողը չլնեմ, ուղղակի ափսոսանք հայտնեմ, որ կարող է նման վիճակ առաջանա։ Այսինքն որով է, ինչով է արդարանալու։ Զենք ես արտադրում, զենքը առնում են։ Հիմա ինչի չես տալիս։ Ասում ես չէ, դու պետք է պարտվես։ Ոնց։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփը կրկին հայտարարել է, որ իր առաջարկն է պահպանել Ռուսաստանի եւ Ուկրաինայի ներկայիս դիրքերը առաջնագծում։ Հարցին թե արդյոք Վոլոդիմիր Զելենսկուն ասել է, որ Ուկրաինան պետք է ամբողջ Դոնբասը հանձնի Ռուսաստանին, Տրամփը հերքել է դա։ Թող այն բաժանվի այնպես, ինչպես կա։ Այժմ այն ամբողջությամբ բաժանված է։ Կարծում եմ տարածքի 78%-ն արդեն օկուպացված է Ռուսաստանի կողմից, ասել է Տրամփը։ Այնուամենայնիվ ինքը չի հաստատել, որ ինքը ճնշում է գործադրել Զելենսկու վրա, որովհետև դա իսկապես կլներ խայտառակություն։ Ինչի համար է ճնշում գործադրում։ Ասպես պատերազմը դադարեցրեք ու դու պարտվի։ Որտեղ զոհվում եք։ Իսկ ի՞նչ է, որ պատերազմի օկուպանտին արդարացրեցիր չեն զոհվելու։ Հետագայում այդ խրախուսումը անելու դեպքում նոր պատերազմ չի լինելու, բայց ինչ է անել Ռուսաստանը։ Շուռա գալու իր տնտեսությունը զարգացնի։ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Ուկրաինայից տարածքային զիջումներ է ակնկալում ցանկացած խաղաղության համաձայնագրի շրջանակում, որը նրա վարչակազմը ապագայում կկնքի Կիևի եւ Մոսկվայի միջև Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև գրեթե 4-ամյա պատերազմին վերջ դնելու համար։ ԱՄՆ նախագահը նշել է, որ գործարքի պայմաններում, որի հեղինակը Սպիտակ տունն է, Ռուսաստանին հավանաբար թույլ կտրվի պահպանել այն տարածքը, որը նա օկուպացրել է 2022 թվականի փետրվարից։ Սա ընդհանրապես խոսքը վերաբերում է զինադադար, ով ինչ դիրքում կանգնած է, այդ դիրքում էլ մնա։ Իսկ եթե թեկուզ մի միլիմետր դու տալիս ես Ռուսաստանին, դու խրախուսում ես օկուպանտին։ Այս դեպքում կարող ես ասել ինչքան կռվեք։ Ինչքան է կռվեք, մեկը մեկին պարտության չի տանելու։ Բերեք պատերազմը դադարացնենք, ով որտեղ կանգնած է, այդտեղ մնա։ Խաղաղություն բերենք, զինադադար բերենք, նոր որոշենք ինչ ենք անում։ Բայց ցանկացած պայման կատարել Ռուսաստանի նշանակում է փոխվում է խաղի կանոնները։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ասել է, ռուսական դիրքորոշումը չի փոխվել, Ռուսաստանը պահանջում է, որ Ուկրաինան ամբողջությամբ դուրս գա Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերից։ Ուկրաինայի դիրքորոշումը նույնպես անփոփոխ է, Դոնբասում նահանջ չի լինի։ Զելենսկին հստակ ասել է, որ մենք հետ չենք քաշվելու եւ տարածքներ չենք տալու։ Զելենսկին բարձր է գնահատել Տրամփի առաջարկը, գրանցել առաջնագիծ, որտեղ լինենք ռազմական գործողությունները դադարեցնելու համար։ Այսինքն դա միանշանակ ընդունելի բան է, եթե պատերազմն ուզում ես դադարեցնես, այդ վիճակով դադարեցնես, նոր է սկսում բանակցությունները։ Զելենսկին լրագրողներին ասել է, որ Ուկրաինան ամեն տարի կստանա Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր եւ պատրաստվում է 25 համակարգի պայմանագիր։ Ինչ վերաբերում է Տամահավք հրթիռների մատակարարմանը, Զելենսկին կարծում է, որ Տրամփը չի ցանկանում սրացում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Բուդապեշտում կայանալի գագաթնաժողովից առաջ։ Այսինքն խոսքը վերաբերում է նրան, որ դեռ Տրամփը վերջի շանս այնուամենայնիվ ունի հասկանալու համար Ռուսաստանը գնում է զիջումների, թե չէ։ Իսկ եթե Ռուսաստանը զիջումների չի գնում, պատերազմը շարունակվում է, նոր ճնշումներ, նոր կոնֆլիկտներ, այդ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է։ Մեր իշխանություններն ու մեր ընդդիմությունը իրար կոտորում են Ռուսաստանի շահերը սպասարկելու համար։ Դուք պատկերացնում եք մեր երկրի վիճակը, առավել եւս ինչքան գնանք դեպի ընտրություն, այնքան լարվածությունը մեծանալու է։ Էս է ալնելու մեր ընտրությունը։ Ինչ ենք ակնկալելու, որ Ռուսաստանը Ուկրաինային հաղթեց, Հայաստանին ինչ է անելու, լավություն է անելու, ասելու շնորհակալություն, որ դու ինձ հետ էիր, թե պետք է ասի, այդ ինչ արևմտյան խաղեր էիր տալի, արի միանգամից այդ տարածքը վերցնենք։ Վրաստանով մտնենք, Հայաստանը վերցնենք, գանք այդ դիրքը վերցնենք ու պստենք։ Չգիտեք, որ նա այդ երազանքը ունի։ Իսկ եթե հանկարծ Տրամփը նրան այդ բոնուսը տա ու ասի, դե գիտես ինչ, քո ազդեցության գոտին է հարավային Կովկասը, գնա վերցրու, ես բան չունեմ ասելու, ոնց որ խրախուսեց Թուրքիայի կողմից Սիրիան վերցնելը, ով է դեմ առնելու։ Բայց մենք դրա համար ենք ուզում իմանալ, կարենք հույսներս դնենք Ամերիկայի Միացյալ Նահանգների վրա, թե ոչ։ Ուկրաինայի նախագահը պարզաբանել է, որ ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը փոխանցել է Ռուսաստանի պահանջը, որ Կիևը դուրս բերի իր զորքերը Դոնեցկի եւ Լուգանսկի շրջաններից։ Ես նախագահ Տրամփին եւ Սթիվ Ուիթքոֆին բացատրեցի, որ Ուկրաինայի դիրքորոշումն այս համատեքստում չի փոխվել։ Մենք հասկանում ենք, որ Սթիվ Ուիթքոֆը պարզապես փոխանցում է այն, ինչ նկատի ունի Ռուսաստանը։ Սա չի նշանակում, որ դա նրա տեսակետն է։ Ես հարցրեցի Ուիթքոֆին,
եթե Պուտինը վաղը պատերազմը ավարտից հետո փոխի Ռուսաստանի սահմանադրությունը, մենք կրկին ստիպված կլինենք դուրս գալ որևէ տարածք, որտեղ Ուիտկոֆն ասել էր, բայց այդ տարածքները նախ Ռուսաստանը սահմանադրության մեջ է մտցրել իր։ Հետո ինչ որ մտցրել է։ Զելենսկին էլ ասում է, եթե հանկարծ ինքը ուրիշ տարածք էլ մտցնի, դա էլ ենք իրան տալու։ Եթե օրինակ ես Ռուսաստանի Դաշնության երկու շրջան ավելացնեմ Ուկրաինայի սահմանադրությանը, նրանք դուրս կգան այդ տարածքից, դա գործող մոդել չէ, ասել է Զելենսկին։ Այսինքն այս կարգի հարցերով համոզել Ուկրաինային, դուք պատկերացրեք ինչ կարող է լինի, եթե մենք չունենք այդպիսի մարտունակ բանակ, ինչպիսին Ուկրաինայինն է, եւ մեր իշխանությունները առօրդեցիլիգու խաղաղության քարոզ են անում։ Այսինքն եթե հանկարծ որևէ աշխարհակաղակական բարեհաճ վերաբերմունք լինի Ադրբեջանի հանդեպ, այդ դեպքում դեմով առնելու։ Եթե մանավանդ տեսնում ենք ինչ եղավ Սիրիայում, մանավանդ տեսնում ենք ինչ ալում Ուկրաինայում, մանավանդ տեսնում ենք համաձայնագիրը Եգիպտոսում կնքած ինչ ճակատագիր ունեցավ, դրան է անդրադառնանք։ Բայց ուշադրություն, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը անդրադարձել է տամահավ քրթիռների ստանալու Ուկրաինայի խնդրանքին։ Մենք գիտենք, որ դա այն է, ինչ նրանք ուզում են։ Սա այն հարցն է, որի շուրջ նախագահն ի վերջո որոշում կկայացնի, բայց նա դեռ չի որոշել Ուկրաինային տամահավ տրամադրել, թե ոչ, նշել է Վենսը։ Հարցին թե ինչն է խանգարում ամերիկյան ղեկավարությանը հրթիռներն Ուկրաինային փոխանցելուն, ԱՄՆ փոխնախագահը նշել է, որ Ուկրաինայի եւ Ռուսաստանի վերաբերյալ հարցերը լուծելիս Տրամպը ձգտում է աջակցել խաղաղությանը, դա համարելով Ամերիկայի համար լավագույն տարբերակը։ Այսինքն, քանի դեռ շանս կա խաղաղության տարբերակով, տամահավքը չտանք, բայց նորից տամահավքը չտանք, բայց Ուկրաինային ստիպենք զիջել, առնվազն անհասկանալի է։ Եթե Ռուսաստանը չգնաց կոնտակտի նորմալ, զիջումների չգնաց, ուրեմն ստիպված ալնելու դա տա։ Այսինքն ես չեմ համարում, որ այս ինչ որ ներկայացումը, որ Դոնալդ Տրամպը ինչ որ ձևով անընդհատ ուզում է Ռուսաստանի շահերը սպասարկել, դա հասկանում եմ, դա գիտեմ, բարբերաբար խոսել ենք, բայց չեմ համարում, որ դա վերջնական որոշում է եւ վերանայման ենթակա չի։ Դոնալդ Տրամպը պարտադրված է լինելու Ռուսաստանի նկատմամբ ճնշումն ավելացնել, չի կարող ուղղակի դա չանել։ Եթե ինքը դա չարեց, ինքը Ամերիկայի հեղինակության հետ է խաղում, որովհետև ինքը հիմա այսօր որևէ ուրիշ քայլով չապացուցեց, որ ինքը որակապես տարբերվում է իր նախորդներից։ Նախորդների սխալ է ժողովուրդը տեսավ, եկավ Տրամպին ընտրեց։ Տրամպը ինստիտուցիոնալ հանրապետական չի, կուսակցական ֆունկցիոներ չի։ Տրամպին ընտրել է նրա համար, որ ասել է նախկինը սխալներ արեցին, իրանց բյուրոկրատիան կուսակցական էսա, բերեք վերջապես մաքրվենք, կրակնենք ընկել դրանց լիբերալիզմի ձեռը։ Եվ ընտրեցին Տրամպին։ Արդյունքում այն խոստումները, որը տվել էր, այդ խոստումներից ո՞րն է կատարվել։ Ոչ մեկը։ Ո՞րն է բարելավել։ Ոչ մեկը։ Գոնե մի հարց կա։ Ամերիկայի դեմքը փրկելու համար հանկարծ ագրեսորին չխրախուսել։ Սա եթե գոնե կարողանա անի, հերթով քայլ առ քայլ Ամերիկան կվերականգնի իր հեղինակությունը, մի բան էլ առաջ կանցնի, որովհետև հիմա ամբողջ աշխարհը սպասում է նոր աշխարհակարգին, որովհետև բաժանված աշխարհ որպես այդպեսին չկա, բևեռներ ձևավորված չկա, Ամերիկան միակ բևեռը չի։ Աշխարհը անհամեմատ ավելի վտանգավոր վիճակի առաջ է կանգնած։ Մի հատ լուրջ ուժ է պետք։ Այդ ուժը ըլնելուց հետո նոր որոշեն ինչպես են աշխարհը բազմաբևեռ դարձնում, հույս ունենանք, որ մի բևեռն էլ կլինի Եվրամիությունը։ Իսկ հիմա նայենք Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն ասել է. «Առաջիկա շաբաթներին մենք մտադիր ենք Ուկրաինային տրամադրել առնվազն 3 տարվա ինքնապաշտպանության միջոցներ Եվրոպական հանձնաժողովի կողմից Ուկրաինային տրամադրվող վարկի միջոցով, որը կվերադարձվի ժամանակին Ռուսաստանի կողմից Ուկրաինային վճարված փոխհատուցումների միջոցով»։ Արտգործնախարար Բարոնն նաև առաջարկել է եվրոպացի պաշտոնյաներին սկսել աշխատել հակառուսական պատժամիջոցների 20-րդ փաթեթի վրա։ Այնպես չի, որ 19-ը վերջնական ընդունված է, բայց 19-ը պատրաստ է ամեն ինչ արած է, բանակցած է, նախնական համաձայնությունները կա։
20-րդ փաթեթն է, ցանկացած փաթեթ, որ այսօր արվում է, շատ ծանր հարված է Ռուսաստանի տնտեսությանը։ Նույնիսկ եթե համարենք այդ փաթեթի ծավալը առանձնապես մեծ չի, բայց Ռուսաստանը այնքան խնդիրների առաջ է կանգնած, որ այդ փաթեթը ինչ ծավալ էլ ունենա, չնայած գնալով անընդհատ ավելացնում է։ Դա շատ ծանր հարված է Ռուսաստանի համար։ Ռուսաստանը այսօր ամեն ինչ անում է, որ ինքը կարողանա հաղթանակած ցույց տա, որ տեսեք ժողովուրդ ջան, այս ամբողջ խնդրը, որ բերեցի, այդ մի քանի կիլոմետրի համար էր, պատեսակ ինչ արեցի, Ռուսաստանին տարած կպցրեցի։ Ոչինչ, որ դրանից 10 անգամ ավել տվեցինք Չինաստանին։ Ոչինչ, որ դատարկեցինք որոշակի բնակավայրեր, հանեցինք ռուսներին, անենց անմարդկային պայման ստեղծեցինք, որ բարիս բուն իմաստով չկարողանան անգամ տարածքը վաճառել, տարածքը թողել են ու փախել են։ Ինչի՞ չեն բա գնում Ռուսաստանով հիացած լրագրողները մի հատ գնում ընդեղ անցնում, վախենում են, թող ընդեղից ռեպորտաժ չանեն, եթե վախենում են կալանավորեն, թող գնան նկարեն որպես տուրիստ, կան այդ ռեպորտաժը ուրիշ տեղ ցույց տան։ Փակում են լույսը, հոսանքը կտրում են, ջուրը, որպեսզի մարդիկ չկարողանան անգամ իրաց տունը վաճառեն գնան։ Ասում են տուն որպես այդպեսին գոյություն չունի։ Ինչն ես վաճառում, կամ ում վրա ես վաճառում, կամ ով պետք է առնի։ Թող դուս արի, որ չինացին գա վերցնի։ Չգիտեք ինչ է կատարվում։ Եթե որևէ մեկը չգիտի, թող մի հատ գնա այդ ճանապարհներով անցնի։ Մի հատ տեսնի Ռուսաստանն ինչ է անում։ Դրա համար իրան պետք է արդարացնել, թե այդ 1.5 միլիոն զոհը տվեցինք նրա համար, այդքան սանկցիաներ, այդքան կորուստներ, այդ ամեն ինչն արեցինք նրա համար, որ այդ մի քանի կիլոմետր առաջ գանք։ Այն դիրքից, որը 14 թվականին արդեն ունեին։ Նույն Դոնբասում, նույն Էլղրիմի չասած։ Այնպես որ էսա։ Իրան ընդհանրապես պետք է արդարացնի այս պատերազմը։ Մի հատ մարազմատիկ մարդ է։ Իրա երկին այդքան վնաս, ինչքան Պուտինն է տվել, աշխարհում ոչ մի ագրեսոր, նույնիսկ Հիտլերը այդքան վնաս չի տվել Ռուսաստանին, ոնց որ Պուտինն է տալիս Ռուսաստանին վնաս։ Ես ուղղակի չեմ պատկերացնում, ոնց կարող Հիտլերը այդքան վնաս տալ։ Եկել է, հարձակվել է, նրանք էլ հաղթել են, դուսենարը պրծել են, վերջ։ Պուտինը մինչև չմեռնի։ Նա փրկություն չկա, ժողովուրդ ջան։ Այդ երկիրը նա մինչև չքանդի չի հանգստանա։ Այդ մարդը հանգստանալու ձևը դա է։ Բա որ պատմերած մեզ պետք է անենց աշխուժություն, որ սենց պատրոնները սենց գնան գան։ Բա հետո այդ մարդիկ հենց գիտեին դա Ուկրաինայում է կատարվում։ Հիմա իրանց տներին են այդ փամփուշտները հարվածում։ Իսկ հիմա նայենք ինչ է կատարվում Մերձավոր Արևելքում, որպեսզի նաև դրանից է եզրակացություն անենք, հոմենակ ուկրաինական պատերազմը չի մեզ համար եզրակացություն անելու, որ դրա համար այդ ամեն ինչը մեր իշխանությունները դրել են մի կողմ եւ երկրի ներսում պատերազմում են, թե ով պետք է ինչ դիրք ունենա առաջիկայում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բանագնաց Սթիվ Ուիթկոֆը եւ խորհրդական Ջարեդ Քուշները ժամանել են Իսրայել։ Նրանք վերահսկում են Գազայի հրադադարի համաձայնագիրը, որի կնքմանը նպաստել են իրենք եւ սպասում է, որ կհանդիպեն վարչապետ Բենյամին Նեթանյահուի եւ Իսրայելի կառավարության անդամների հետ։ Հիմա հարց. Էս ինչի եք խառնվել։ Կարող է պատահաբար հիշենք, որ ընդամենը մի շաբաթ առաջ է խաղաղության համաձայնագիր ստորագրվել զինադադարի 4 պետության միջոցով եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը դա շատ նենց ճոխ ձևով ներկայացրեց, թե ինչպես է ինքը խաղաղություն բերել եւ անգամ հրավիրել էր մյուսներին, այն մյուս տղունել էր կանչել Ալիևին եւ նրա գործընկերոջը, էլի կանչել էր, որ եկեք խաղաղություն են բերել։ Մի շաբաթ տևեց այդ խաղաղությունը, բայց նաեւ նայենք, իսկ Ամերիկան տեղյակ չի ինչ է կատարվում, Իսրայելը ինչ է անում։ Այդ խաղաղությունը խախտվելու երաշխավոր Ամերիկան չի, դա էլ նայենք։ Բայց մինչև դրան անցնել ուզում եմ մի բան ասեմ։ Կանադայի վարչապետ Մարկ Քարնին ինչ է ասել։ Կանադան հարգում է Հաագայի միջազգային քրեական դատարանի ձերբակալման օրդերը, եւ եթե Նեթանյահուն ժամանի Կանադա, նա կձերբակալվի։ Դե միջազգային քրեական դատարանը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի ձերբակալության օրդեր է տվել, միջազգային քրեական դատարանը պնդում է հիմքեր ունի եզրահանգելու, որ Նեթանյահուն քրեական պատասխանատվություն է կրում սովը որպես զենք կիրառելու սպանությունների, հալածանքների եւ այլ անմարդկային արարքների համար։ Իհարկե թվում է թե մտամասածն ինչ է Կանադայի վարչապետի։ Այսինքն եթե ինքը գա կկալանավորենք, որովհետեւ Հռոմի ստատուտը իրանք վավերացրել են եւ իրանք հարգում են այս օրդերը, բայց հարցը դա չի։
Ինչի կարող է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն որոշել էր գնա Կանադա, մի հատ չէր ուզում իմանա իրանք կալանավոր են թե չէ, բայց ում մոտ էր գնալու։ Ով էր իրան հրավիրելու, ում հետ էր հանդիպելու։ Այսինքն սա Իսրայելին հրավիրելու հետ կապված խնդիր չի։ Ուղղակի Կանադայի վարչապետն ասում է, ժողովուրդ ջան, իմացեք, որ իմ վերաբերմունքը Նեթանյահուի նկատմամբ այսպիսին է։ Այսինքն, ասելով ես հարգում եմ միջազգային դատարանի որոշումը, տողատակերով ասում է, ես դատապարտում եմ Նեթանյահուի արածը, որտեղ Նեթանյահուն առանց իր հետ հանդիպելու ցանկության Կանադա չէր գա։ Համել հիմա էլ ուշտու միտքը Կանադա գալն է, էլի։ Այսինքն, այնպես ասում եմ, որ նաև Դոնալդ Տրամպը չափից շատ լավություն անելով աջակցելով Իսրայելին, ինքը նաև վատություն անում ու շատ մեծ հակառակորդներ է ստեղծում։ Նեթանյահուն ասում է ինչ որ հնարավոր է պոկենք, վաղը մյուս օրը Տրամպն էլ չի լինի, մի բան հետ կտանք, մի բան կպահենք։ Գոնե մաքսիմալը կարողանանք վերցնենք, բայց այդ մաքսիմալը վերցնելու ընթացքում մաքսիմալ հակառակորդներ է հետ գցում, որը կարող է իսկապես իր համար նաև պրոբլեմատիկ լինել։ Կանադայի պես երկիրը, որ այնուամենայնիվ իր վերաբերմունքը ցույց է տալիս, հաշվի առնելով, որ Ամերիկան կանգնած Իսրայելի թիկունքին։ Իսկ նաև բավական ժամանակ է անցնելու, նույնիսկ Տրամպից հետո ուրիշ նախագահ կգա, որը կցանկանա հարաբերությունները բարելավել Կանադայի հետ, բայց մեկ այն ներքին անվստահությունը կմնա, որտեղ այն վերաբերմունքը, որ Կանադան ուներ Ամերիկայի նկատմամբ, եւ այդ անհարգալից վերաբերմունքը պետք է լինի 51-րդ նահանգ եւ այլ, կճնշենք, էս կանենք, եթե այս հարցը այսպես չանես, անվտանգությունը տովապահելու։ Մի խոսքով այդ բոլորը հիշում եք, ամեն դեպքում նույնիսկ եթե Տրամպն էլ փոխվի, կանադացին տենց հարված չէր սպասում վիրավորանքի, դեռ երկար ժամանակ կպահանջվի, որպեսզի իրանք վերականգնեն իրանց վերաբերմունքը Ամերիկայի Միացյալ Նահանգների նկատմամբ։ Ու դա մենակ այս հարցով չի երևում, էլի։ Իսկ հիմա նայենք ինչա կատարվում իսրայելական անվտանգության ծառայության ներկայացուցիչը հայտարարել է, որ Գազայի հատվածում մարդասիրական օգնության առաքումը դադարեցվել է մինչև հետագա ծանուցում, այն բանից հետո, երբ իսրայելցի զինվորների վրա մահաբեր հարձակումը հանգեցրել է նրան, որ Իսրայելը մի շարք հարվածներ է սկսել։ Axios-ը մեջբերում է ամերիկացի պաշտոնյայի խոսքը, որը հայտարարել է, որ Իսրայելը Վաշինգտոնին տեղեկացրել է, որ վաղ առավոտյան նորից կբացի մարդասիրական օգնության անցակետերը։ Այն բանից հետո, երբ Երուսաղեմը նախապես չի տեղեկացրել Սպիտակ տանը դրանք փակելու որոշման մասին։ Այսինքն հիմա սա դրան է վերաբերում անցակետերը բացելուն մարդասիրական օգնության, բայց ռազմական գործողությունների հետ կապված Իսրայելը տեղեկացրել է, դրա մասին էլ են խոսում։ Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության մեջ ասվում է, Իսրայելը Գազայի վրա ավիահարվածներ է հասցրել այն բանից հետո, երբ Համասի զինյալները հակատանկային հրթիռներ են արձակել Իսրայելի զինվորների ուղղությամբ։ Բախումները դարձել են ամենալուրջ սրացումը հրադադարի համաձայնագրի ուժի մեջ մտնելուց ի վեր։ Մեկ շաբաթ։ Էս էր, ժողովուրդ ջան, ով էր մեզ 100 տարով Տրամպի ասած խոսքի վրա խաղաղություն խոստացել, Փաշինյանը։ Այս նույն Տրամպի մասին ենք խոսում, թե սա տարբեր մարդկանց մասին է խոսքը։ Էն էլ Իսրայելի հետ կապված կարգավորումը, որ իր համար աշխարհում թիվ 1 խնդիրն է։ Նույնիսկ ավելի կարևոր, քան անգամ Ամերիկայի Միացյալ Նահանգների ներքին խնդիրները։ Քանի օր տևեց, ժողովուրդ ջան։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպի վարչակազմը փորձում է կանխել հետագա միջադեպերը, որոնք կարող են հանգեցնել համաձայնագրի ձախողմանը։ Այս արդեն ձախողումից եք խոսում։ Բա որ այդ համաձայնագիրը կնքվում էր ու չէինք հավատում դրա ճակատագրին, չէինք հավատում դրա հաջողությանը, զարմացած ասում են դե լավ էլի, այս ինչի Տրամպի հետ չունեք, չէ, հա, երևի լավ չենք իրար հետ։ Ժողովուրդ ջան, փաստ է, որ տենում ես, որ դա խաղաղություն չի բերելու։ ԱՄՆ եւ Իսրայելի պաշտոնյաների վկայությամբ Իսրայելը նախապես տեղեկացրել է Տրամպի վարչակազմին հարվածների մասին ամերիկյան հրամանատարական կենտրոնի միջոցով, որը հետևում է հրադադարի ռեժիմի պահպանմանը։ Ահա, ժողովուրդ ջան։ Այսինքն հիշում եք, որ
Դոնալդ Թրամփն ասում էր դե բանակցում էինք Իրանի հետ, որպեսզի առիթը օգտագործենք, զգոնությունը բթացնենք եւ հարվածներ հասցնենք եւ շատ լուրջ օպերացիա էր ինքը համարում դա սկզբից իհարկե ասեց մենք տեղյակ չենք որ Իսրայելը պետք է հարվածի, հետո տեսավ որ այդ հարվածները ոնց որ թե հաջող են գնում, արդեն կանգնեց տեր կանգնեց այդ հարվածներին, որ ժողովուրդ ջան իմացեք որ այո լավ էլ համաձայնեցված է, լավ էլ այդ ամեն ինչը մենք ենք արել։ Հիմա ներողություն, այդ նույն իրավիճակի առաջ են կանգնած նաև այսօր, որովհետև մենք նույնիսկ չգիտենք Դոնալդ Թրամփը պայմանագիրը ստորագրել է, որովհետև մտածում էր որ խաղաղության Նոբելյան մրցանակի հետ կապված այնուամենայնիվ եւս մեկ խաղաղություն բերի կարող է գործին օգնի, թե իսկապես իրան այդ խաղաղությունը պետք է իմիտացիա անել նրա համար, որ Իսրայելը կարողանա իմանա իր քայլերը ինչպես է անում։ Եվ պատահական չի, որ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին ասել է. ԱՄՆ նախագահը պարծենում է, որ ռմբակոծել եւ ոչնչացրել է Իրանի միջուկային արդյունաբերությունը։ Դե շարունակեք այդպես մտածել։ Ինչ է նշանակում ասել դե շարունակեք այդպես մտածել։ Նշանակում է դրանով ասում է, որ դա այդպես չի։ Իսկ հարց է ծագում, եթե դա այդպես չի եւ ինքը գաղտնի զինվում է, ինչի է դա հրապարակային ասում, որ ինքը գաղտնի զինվում է, որ այսինքն այդ հարվածները, որը հասցրել եք ու պարծենում եք, որ ոչնչացրել եք, դա իրականում այդպես չի, որովհետև ինքը չի ցանկանում, որ Ամերիկան մտածի, որ ինքը կոտրել է Իրանի ժողովրդին կամ պետությանը։ Այսինքն ինքը ուզում է ցույց տա, որ չէ, նույնիսկ մենք կարող ենք ձեզ ասել, որ մենք ոչ թե գաղտնի ենք դա վերականգնելու, մենք ասում ենք, որ մենք դա վերականգնելու ենք։ Իսկ Իրանը այն պետությունն է, որը մեր հարևանն է։ Այս վերջի շրջանում զգում եք, չէ, Իրանի հետ կապված Հայաստանից ոչինչ չեն խոսում։ Կարծես ոչինչ տեղի չի ունեցել։ Ժողովուրդ ջան, հարևանի հետ տենց սեզոնային հարաբերություններ չի էլի արտաքին քաղաքական հարցերում։ Եթե այդքան ինտենսիվ ձևով դուք բանակցում եք Իրանի հետ, սատարում եք, ռազմավարական փաստաթուղթ ստորագրելուց եք խոսում, մտածում եք, որ Իրանի շահերից պետք է բխի, որ այդ ճանապարհը, որը անցնի Թրամփի ուղին պետք է անցնի, որ Իրանը դժգոհ չմնա։ Ընդհակառակը Նիկոլ Փաշինյանը նշում էր, որ Իրանն էլ է դրանից օգտվելու, Ռուսաստանն էլ է դրանից օգտվելու, ով է ասել, որ դա նրանց դեմ է։ Այսինքն այս ամեն ինչը Իրանի հետ խոսում եք, հիմա ուր կորավ, ինչ եղավ, Իրանը վերացավ էլ մեր հարևանը, չի, թե Իրանը վերանայեց իր վերաբերմունքը։ Թե ուղղակի մենք վտանգը ուղղակի որպես այդպեսին չենք տեսնում, ժողովուրդ ջան, համերգից համերգ ընկած ժամանակահատվածում շատ դժվար է աշխարհակաղակական վտանգները տեսնել ու գնահատել։ Դուք հասկանում եք, ի վերջո մարդը այս համերգը վերջացել է, մյուսին է սպասում, չէ՞։ Բա մեր երկրում ինչ մթնոլորտ է։ Ով պետք է այս ամեն ինչի մասին մտածի։ Հիմա այսօր այս մեկը էս ասեց, այն մեկը էս ասեց, այդ մեկը էս ասեց։ Հայաստանից մի բան ասեին, դա էլ ասեինք, ժողովուրդ ջան։ Այսինքն Հայաստանից մի լուրջ հայտարարություն արեցին ու ես դրան չանդրադարձա։ Դուք Հայաստանի օրակարգը չտեսաք, որ մենակ Գյումրու քաղաքապետի ձերբակալությունն էր, որին էլ ես անդրադարձա։ Ուր է մեր վերաբերմունքը, մեր հասարակությունը, մարդիկ լսում են, մարդիկ անհանգստանում են, մարդիկ ուզում են հասկանալ իրանց երեխայի ապագան Հայաստանի Հանրապետություն կամ թեկուզ աշխարհում։ Երբ որ միջուկային զենքից էին խոսում, դա աշխարհին էր վերաբերվում, մենակ Հայաստանին չէր վերաբերվում, չէ՞։ Մարդը ուզում է իմանա վաղվա նկատմամբ ինչ է կատարվում։ Իսկ Նիկոլ Փաշինյանը իր բանաձևը ունի։ Ապագան այսօր է։ Վերջ, վաղվա մասին մի մտածի, ինչ վաղը։ Անցյալ չկա, ապագան էլ այսօր է։ Ներկայով։ Վերջ, ժողովուրդ ջան, ինչա ձեզ պետք, եթե կրթվեք, նոր 20-30 տարի հետո արդյունք կունենաք, քանի չեք կրթվել, դա նշանակում է, որ ոչ մի հաջողություն էլ չի լինելու, կատեգորիկ ձևով ասում է հաջողություն չի լինելու։ Եվ ինչ է նշանակում, առավոտից իրիկու բողոքես մարդկանցից, որ դուք կրթված չեք, դրա համար եք վատ ապրում, առավոտից երեկո ասեք այդ անկիրթ մարդիկ քեզ ձայն են տվել, այդ ձայնի համար պատրաստ ես ամեն ինչ անել, պատրաստ ես ցանկացած բանի գնալ, խաղաղություն իբր թե դրա անվան տակ, այս անել, սահմանադրություն փոխել եւ այլ եւ այլ եւ այլ։ Այս բոլոր բաները ընդհանրապես ստացել ես մանդատ այդ մարդկանցից, որոնց համարում ես անկիրթ անգրագետ, որի պատճառով էլ իրանք վատ են ապրում։ Եվ մեկ էլ մի հատ դպրոցում տանում ես մի հատ գրում ես, սովորեք, որ
լավ կրթվեք, որ լավ ապրեք, ամբողջ նպատակը այդ նյութապաշտություն, լավ ապրելու հասկացողությունը։ Պարբերաբար խոսել ենք դրա մասին, որ մտրակի եւ քաղցրաբլիթի քաղաքականությունը, որը վարվում էր հենց արտաքին քաղաքական հարցերում էր դա, բայց նույն բանը երկրի տնտեսության մեջ շատ երկրներում օգտագործվում է, որ այսինքն լավ կաշխատես կխրախուսենք, վատ կաշխատես կմտրակենք, կբռնենք, գործից կհանենք, կգնաս սոված կմնաս։ Բայց ցանկացած իրան հարգող պետություն, ցանկացած սոցիալական պետություն դրա մեջ ուղակի չի կարող գործել մտրակի եւ քաղցրաբլիթի քաղաքականությունը, որ դա մենակ Նիկոլ Փաշինյանի մոտ կարող է դալի, որտեղ ինքը որակյալ նորմալ ինֆորմացիա չի ունեցել, հիմա էլ չունի, իր ուղեղը հարմար չի, ասենք որ ինքը գնա ինչ-որ մի բան տեսնի եւ այդ ինքը դա վերցնի Մարսի։ Խնդիրը վերաբերում է սրան։ Եթե դու գնում ես միտեղ աշխատում ես, ու բայց գիտես որ վաղը մեկը սովամարտ չես ելնելու, անգամ եթե գործից դուրս գաս, ինչ որ ժամանակ գործազուրկի նպաստ կտան, մինչև նոր աշխատանք գտնես, իսկ եթե նորմալ պրոֆեսիոնալ ես, իրար ձեռից կխլեն կգնաս, դու կյանքում կուլ չես տա, որ քո նկատմամբ վիրավորական արտահայտություն անեն, SMS-ով քեզ տուն ուղարկեն, ասեն ինձ հետ համաձայն չլնես, կհանեմ կշպրտեմ դուրս, այս կանեմ, այն կանեմ, այն կանեմ, սա որ դեպքում ես կուլ տալիս, որովհետև դու մտածում ես, բա ուրիշ տեղ գնանք ինչ անենք։ Չի գործում իրան հարգող երկրում, չի գործում սոցիալական պետությունում մտրակի եւ քաղցրաբլիթի քաղաքականություն, որովհետև մարդը իր աշխատանքի որակը չափում է ոչ միայն նյութականով, որտեղ մեկը այդ նյութականը այսպես թե այնպես ունի իր կենսապահովումը ֆիքսելու համար։ Բայց ինքը կուլ չի տա մի բան, եթե իր արժանապատվության հաշվին է։ Այսինքն դա շատ հետամնաց ժամանակների կարգախոս է մարդկանց համար։ Իսկ մենք այսօր նայում ենք մեր երկրում ինչ է կատարվում, ժողովուրդ ջան։ Բա մենք այդ ամեն ինչն ենք, չէ՞ նայում։ Մենք նայում ենք, որ ժամանակին ինչ էր ասում Նիկոլ Փաշինյանը, պետական պաշտոնյաները, հանրային ծառայողները ցածր աշխատավարձ են ստանում, այդ դրամել մարդիկ չեն գալի պետական կառույցներ աշխատելու, բայց պետական կառույցներում մարդիկ պրոֆեսիոնալները, որոնք աշխատում են տարիներով, մեծ փորձ են ձեռք բերում, նրանք պետք է լինեն քաղաքականապես չեզոք։ Այդ մարդիկ պետք է ուղղակի աշխատեն, ցանկացած նոր ղեկավար կգա անփորձ, քաղաքական ղեկավար կգա, նախարարը դա քաղաքական պոստ է։ Եվ եթե նա կգա, նա այդ ինֆորմացիան պիտի ստանա այդ ապարատից, որը քաղաքականապես չեզոք է, սրա կամ նրանը չի։ Բայց առավոտից երեկո մենք մտնում ենք համացանց եւ նայում ենք պաշտոնյաները առավոտից երեկո Նիկոլ Փաշինյանի քերթվածներն են տարածում, լայքում նրա նյութերը եւ այլ ինչի համար է դա։ Բա մարդը աշխատավարձ է ստանում բարձր, ոչ թե արժեք ստեղծելու համար։ Մարդը բարձր աշխատավարձ է ստանում, որ Նիկոլ Փաշինյանն ասի, այդ փողը որ դու ստեղ ստանում ես, հանեմ գցեմ դուս, ոչ միտեղ դրա կեսի կեսն էլ չես ստանա։ Այ երբ որ դու դա ստանում ես, ինչ ասենք պետք է անես։ Ինքը դրա համար է ուզում, որ աշխատավարձը բարձրանա։ Ինքը դրա համար է ուզում, որ այդ մարդկանց ուղակի դարձնի անլեզու բերան, որովհետև այդ փողը նա ուրիշ տեղ չի ստանա։ Բա ոնց եք ուզում պրոֆեսիոնալ կադրեր լինեն։ Ոնց եք ուզում պետության մեջ պրոֆեսիոնալ կադր լինի, որն էլ լինի քաղաքականապես չեզոք։ Ասի ժողովուրդ ջան, ես գնացել եմ իմ տեղն աշխատում եմ, տարիներով, տասնամյակներով փորձ եմ կուտակել, այդ փորձը ծառայելու է իմ պետությանը։ Օրվա իշխանությունը ով եղավ, նա էլ այդքանով դրանից կօգտվի։ Ես օրվա իշխանությանը չեմ ենթարկվում։ Ես ենթարկվում եմ պետությանը, ես հանրային ծառայող եմ։ Կարողանում է մարդը դա ասի։ Չի կարողանա, որովհետև Նիկոլ Փաշինյանն ասել է. «Պաշտոն կստանա նա, ով որ մեզ հետ քայլելա կամ էլ թե չէ ընդունում է մեր արժեքները»։ Բայց եթե մարդը գիտի, որ դու ոչ մի արժեք չունես, բացի խոս խանձելնու, այդ խոսը այնց բանը եգիպտացորենը ասենց հոշոտել է, էլի ուտել էլ չէր։ Ես նույնիսկ մտածում եմ, կարող է այն կոթնել ուտի հանկարծ, ձեռից վերցնեն, այ մարդ ամոթ է։ Այդ մարդը չի կշտանում, վերջապես ամբողջ իր ցուցադրությունը դա է։ Հիմա էլ բանակ թե գնացել է գոտին, նիհարել է ինքը, գնացել է գոտին ձգելու ժամանակն է։ Գոտին ձգելու ժամանակ արտահայտությունը դա ընդունված է ասել, որ գալիս են դաժան ժամանակներ։ Ժողովուրդ ջան, գոտին պետք է ձգես, վատ պետք է ապրես, վատ պետք է սնվես, որովհետև եկել են ծանր ժամանակներ։ Ասել եկել է գոտին ձգելու ժամանակ, նշանակում է ժողովուրդ ջան, եկել է վատ ժամանակներ։
Եկել է ծանր ժամանակներ։ Բան չի է սողարկում համերգ լսելու։ Դա ընդհանրապես խորհրդանշական բան չէր։ Թե չէ իր ծագերը ոչ մեկին չեն հետաքրքրում։ Որ տանի մի հատ է ցուցադրական ասի, բերել եմ, էս անեմ, են անեմ։ Բայց դա հարց էր, որ իմացեք Ժողովուրդ ջան, վիճակները դվա տալնելու։ Պետք է ձգեք ձեր գոտիները։ Ինչի համար, որ գնան Փաշինյան ընտրեն, հա? Ինչի համար։ Ու դրա համար Ժողովուրդ ջան, հիմա դուք Գյումրիից սկսեցինք մեր այսօրվա խոսակցությունը, նայեք, որ դա ամեն օրա նման բաներ ելնելու։ Այս մի քանի օրվա ընթացքում տեսեք ինչ եղավ։ Փարաքարում ինչ եղավ, մինչև հիմա չեն կարողանում վերջնական պարզել դա անձնական վրեժի խնդիր էր, թե չէ, ինչու համար, որովհետև իշխանությանը ձեռնտու էր, որ ընդդիմադիր համայնքապետը վերանա։ Այդ դրա համար մարդիկ չեն հավատում։ Նույնիսկ եթե դա անձնական վրեժի խնդիր էր, մարդիկ ասում են իշխանություն դու կարող ես կանխել, դու չկանխեցիր, որտեղ քեզ ձեռնտու էր, որ դա անեիր։ Երկրում էլ աուսարսափ տարածեիր, որ ով մեր սրտով չի, այս սենցա վերջանալու։ Եթե դա այդպես չէր, եթե հնարավոր չէր կանխել, բան չէիք դնում իրավապահ պաշտոնյաներին գործից ազատում։ Դուք էլ գիտեք, որ չեք կարող պարտակել։ Անհնարին էր դա պարտակել, որ մարդը կգար պատի տակ կկանգներ, օրերով կհետևեր տեսներ ինչ ա կատարվում։ Մի հատ էլ ինքնաձիգը ուսը գցած, այս տակ եղանակին պետք է գնար այնտեղ կանգներ, խփեր, հետո ուսը գցած գնար։ Այդ ամեն ինչը մարդիկ գիտեին, չէ՞։ Չկարողացաք թաքցնեք նրա տակ, որ սա անձնական վրեժ է, որտեղ աստին հասկացանք, որ անձնական վրեժ է, ու դուք այդ մասին գիտեիք, ինչի կանխարգելիչ քայլեր չարեցիք։ Հիմա մեկը դա, մյուսը Գյումրին։ Դրա համար եմ ասում, այստեղ խնդիրը նա չի, որ Գյումրու քաղաքապետի վիճակը ինչ կլինի, չի լինի։ Այդ մենք պետք է մտածենք մեր վիճակը ինչ կլինի, եթե նորից այս իշխանությունը վերարտադրվի։ Մեր վիճակը ինչ կլինի, եթե այս պայքարի արդյունքում այն նախկինները կարողանան ինչ-որ մի ձևով վերադառնալ իշխանության կամ էլ ռուսամետ ուժերը, անպայման չի բոլորը նախկին լինեն։ Մենք այդ պետք է նայենք, Ժողովուրդ ջան։ Եվ այն անտարբերությունը, որ նայում ենք մարդկանց մոտ, որ դե լավ է, լավ է, այ մարդ ինչի հետևից է կընկե, ավելի շատ այդ անտարբերությունն է մեզ ջղայնացնում, չեմ ասում հիասթափացնում, դե դե ես իրավունք չունեմ հիասթափվեմ, պարտավոր եմ մտածել, որ ամեն ինչ էլ անենք, պետք է կարողանանք այդ վիճակից դուրս գանք, բայց մենք տեսնում ենք, չէ, իրական վիճակը, Ժողովուրդ ջան։ Դրա համար շատ անելիք կա, մեր հասարակությունը շատ անելիք ունի ու պետք չի որ մտածի, ասի, մեզանից ինչա կախված։ Շատ բան է կախված, Ժողովուրդ ջան, որ պետք է փորձել այդ ամեն ինչը անել, այլապես կունենանք այն, ինչ որ հիմա դուք տեսնում եք, եւս մի 5 տարի կունենանք այդ վիճակը, իսկ մենք չգիտենք այդ 5 տարվա մեջ մեր երկրի գլուխը ինչ կգա։ Դե ինչ, այսօր այսքանը, եթե հավանեցիք, սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտինյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։